Եք անցնում եւս երկու երկրում էլ հայց ունեք ներկայացված ու այս 3 երկրներում էլ տարբեր քաղաքացիություններով եք ներկայանում։ Այսօք դա կարող հանգարող հանգամանք դա օրինակ եւս երկու երկրում ունեմ։ Ֆրանսիայում դուք ներկայանում եք որպես Հայաստանի, Ֆրանսիայում հայց ունեք, ներկայանում եք որպես Հայաստանի քաղաքացի, Ստոկհոլմում հայց ունեք, ներկայանում եք որպես Կիպրոսի քաղաքացի, այստեղ էլ քրեական գործով եք անցնում ու 3 երկրի քաղաքացիությունով եք ներկայանում։ Այսօք սա կարող է այսօք կարող է սա հանգարող հանգամանք հանդիսանալ ձեր երկու երկրների քաղաքացիություններից հրաժարվելու համար Կիպրոսի եւ Ռուսաստանի։ Իհարկե չի հանդիսանա։ Նաեւ ես հարցը չեմ հասցրել։ Դուք ձեր եթերում հետո աղավաղում եք։ Դա ձեր անձնական կարծիքն է։ Դա ձեր անձնական կարծիքն է, շարունակում հարցերը։ Հանրության կարծիքը դուք չեք կարող ասել։ Դուք ընդդիմադիր առաջնորդների հետ հանդիպումներ ունեցել եք այս ընթացքում ու եթե ունեցել եք ընդդիմադիր ինչ որ ուժերի առաջնորդներ հետ ունեցել ում հետ եք հանդիպումներ ունեցել։ Չեմ կարող ես ասել։ Հիմա մենք մեր գաղտնի պլանը ունենք, խոմ չեմ բացելու։ Ինչ պլանի մասին է խոսքը։ Փաշինյանին հեռացնելու պլանը։ Ինչպես եք կոնկրետ։ Շատ հեշտ։ Պարոն Կարապետյան, իդեպ անգամ եք շուտ գայիք, բայց մի հարցի չպատասխանեցիք։ Ընդդիմադիր Սամվել Կարապետյանի կարգավիճակին հարմարվել եք այդ իրողությանը, պատրաստ եք առաջ գնալ հենց այդպես կարգավիճակ։ Ժորժ ջան, հələ Սամվել Կարապետյան։ Ես կարգավիճակ չունեմ։ Ես ընդամենը ապօրինի կալանավորված մարդ եմ։ Չեք արձագանք։ Գալիս եմ դատարան, դուք տեսնում եք։ Դրա համար քանի այդ կարգավիճակում եմ, ձեր հետ առիթ ունենում ենք շատ շփվենք։ Դրանից հետո շատ բաներ դուք տեսնեք։ Պարոն Կարապետյան, իդեպ իշխանության ներկայացուցիչները տարածում էին